Ուրեմն, պարոն Միրզյան, դուք իսկապես չեք գիտակցում ձեր պաշտոնը, ձեր դիրքը, ուրեմն ես ձեզ հարց եմ հնչեցնում նրա մասին, որ դուք խաղաղություն բերող էիք, 19-ին բերեիք, ուրեմն պատերազմ, ավերածություններ, Արցախի ամբողջական կորուստ, հազարավոր զոհեր ու Ադրբեջանի բոլոր պահանջների իրականացումից հետո մի հատ թուղթ եք բերում ու ասում եք սա խաղաղություն է, Օրվելը վստահաբար ձեր սիրելի գրողը կլինի։ Մի բանում եք չեմպիոն այս ընթացքում, եւ այդ չեմպիոնությունը ոչ թե այն է, որ դուք Հայաստանի Հանրապետության շահերն եք ներկայացնում, այլ պարտությունը հաղթանակ ներկայացնելն է, կապիտուլյացիան հաղթանակի կամ խաղաղության թուղթ ներկայացնելն է։ Այդտեղ այսպես անսակարկելի կոմպլիմենտ եմ անում, չեմպիոն եք այդտեղ։ Հիմա 19 թվականին ես ասում եմ ձեզ կոնկրետ բան, ձեզ տրվել է փաստաթուղթ։ Այդ փաստաթուղթը բովանդակային քննարկելու փոխարեն դուք գնացել եք Արցախում, Արցախը Հայաստան է եւ վերջ եք արել, Տավուշյան իրականությունն է տեղ ունեցել։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել ձեզնից նախորդ արտաքին գործերի նախարարի խոսքերը, ով ասում էր, որ Տավուշի այդ իրավիճակից հետո խաղաղ գործընթացով, բանակցություններով, խաղաղ կարգավորման էջը փակված էր։ Ես վստահ եմ դուք գիտակցում եք դա ինչ է նշանակում։ Հիմա բերել թուղթ բոլոր հնարավոր զիջումներով եւ դա վաճառել մեր ժողովրդի վրա որպես հաղթանակ, վաճառել որպես խաղաղություն, իսկապես ճիշտ բան չի, իսկապես ամոթ է, որտեղ մեր ժողովուրդն իսկապես ուզում է խաղաղություն։ Իսկ այն ձեր դիտարկումները, բա մենք անկախություն չենք ուզում, մենք ինքնիշխանության կորուստ ենք ուզում եւ այլն եւ այլն։ Մի հատ փորձեք գնալ, օրինակ Կապան քաղաքի, ես դրա մասին այնքան շատ եմ ասել։ Հույս ունենալով օրինակ ձեզնից չգիտեմ քանիսը երբևէ եղել եք այնտեղ թե չէ։ Գնացեք ներքին հանդ։ Օկուպացված տարածքներ կան, մարդկանց գերեզմանոցներն են գտնվում թշնամու օկուպացիայի ներքո, ընդամենը 40 մարդ է մնացել այնտեղ ապրելու։ Դա է ձեր ինքնիշխանությունը։ Անկախության մասին չգիտեմ այդ պատկերացումներ ունեք թե չունեք, բայց դա է այն անկախությունը, որ դուք բերել եք Հայաստանի Հանրապետությանը։ Եվ գերիների մասին էլ խոսելով, մենք բոլորի մասին ենք խոսում, հասկանում եք, օրինակ Ալյոշա Խոսրովյանը կապանցի։ Այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի հորդորով է գնացել ռազմաճակատային, որ ասում էր կասկաբրոնի ժիլետ վերցրեք, գնացիք, մարդիկ գնացել են։ Հիմա ձեր պարտականությունը այո հետ բերել։ Ու հիմա տարական հարցը առաջանում չի, օրինակ գերիների հարցը, ինչու բանակցությունների փաթեթում ներառված չէ։ Մենք կարող ենք, չէ՞, հարցադրումը հնչեցնել։ Բացի նրանից, որ դուք պարտավոր եք բոլորին վերադարձնել, հիմա եթե չի ստացվել, ասում ենք, խի՞ ես թղթով չեք կարողանում գոնե դա կարգավորել։ Մեզ լսող մարդիկ պետք է իմանան, որ այս թղթով մեր տարածքները չեն դեօկուպացվելու։ Ադրբեջանցիները շարունակելու են գտնել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մեր հայրենակիցները շարունակելու են գտնվել Բաքվի բանտերում։ Եվրոդիտորդները փաստորեն արդեն իրանք են դուրս գալու, չնայած այստեղ մի հատ դիտարկում անեմ։ Երրորդ ուժի ներկայացուցիչների պահանջը դուք արդեն կատարել եք, երբ ռուսական զորքերը այնտեղից դուրս էին եկել։ Իսկ եվրոդիտորդները, հասկանում եք, ռազմական ներկայացություն չի այնտեղ։ Մենք բոլորս գիտենք, չէ, եվրոդիտորդներն օրինակ որտեղ են նստում, կոնկրետ Կապանի իրանց տեղակայման վայրը ինձ լավ հայտնի է, ինչ որ հյուրանոցներից մեկում է։ Իրենք սահմանին տեղակայված չեն, ո՞նց եք իրանց սահմանից հանում։ Ես այդ բանը չեմ հասկանում։ Չէ, բա հենց այդ է հարցը, եվրոդիտորդների ներկայությունը, բա ո՞նց է քննարկման առարկա դարձնում, եթե այլ երկրի ներկայացուցիչների սահմանից հետ քաշում իրականացրել եք արդեն ռուսներին հետ եք քաշել։ Հիմա եվրոդիտորդները սահմանի տեղակայված չէ, զիջումը ինչ տրամաբանությամբ եք ներառել այդտեղ։ Չէ, զիջումը հենց այն է, որ փաստորեն Ադրբեջանը կարա ցանկանա վաղը, եթե Ադրբեջանը վաղը ցանկանա, որ պայմանական ՄԱԿ-ի գրասենյակը այստեղ չլինի կամ ինչ որ մեկ այլ բան չլինի, իրա փաստորեն դուք դա եք իրականացնելու։ Ու խնդրում եմ, էլի այդ ինքնիշխանություն, սուվերենություն, այդ բառերը գոնե մի քիչ համեստ եղեք, այդքան հաճախ այլ այդ բառերը չեք ընդհանրապես օգտագործում, դա ինչ կարևոր բառեր են, որ համեցեք, պարոն Միրզոյան։